Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի արդյունքում, այլ իշխանությունը զավթած մի խմբակի վարքագծի արդյունքում, ովքեր ամենավերջին սրբապղծությամբ պատրաստ են հասնել իրենց նպատակին, այն է ինստիտուցիոնալ իմաստով վերացնել հայ ժողովրդի հարգանքը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Սա այն է, ինչ որ իրենք անում են, եւ մենք այս 7 տարիների ընթացքում տեսել ենք իրենց գործելավոճը։ Իրենք ստերով եւ կեղծիքով սկզբից վարկաբեկում են ազգային ինստիտուտները, իսկ հետո սկսում են այդ ազգային ինստիտուտները կազմաքանդել։ Այսօր այս ուխտագնացությունը հազարավոր մարդիկ, որ դուք այստեղ տեսնում եք ու վստահ եմ, որ Էջմիածնում կրկնապատկվելու են, դա հավատավոր ժողովուրդն է, հայ ժողովուրդը, որը միաբերան պնդում է, որ Նիկոլի դավադրությունները, կեղծիքը որևէ կերպ չի կարողանալու ստվերել մեր ազգային ինստիտուտներից, մեր Սուրբ եկեղեցին եւ մեր հավատքը։ Հիանալի այսօր ավելի քան երբևէ մենք հիանալի հասկանում ենք եւ յուրաքանչյուր հայ գիտի, որ այսօր ինքը պիտի պայքարի, ինքը անձամբ պիտի կանգնի եկեղեցու կողքին, որովհետեւ այս դավաճանների, այս փոքրիկ խմբակը, որ այդքան ջղաձգված ընդունում է ցանկացած պաշտպանության արտահայտում հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ակնհայտ է, որ ընդունակ է ամեն ինչը։ Եվ մենք մի քանի օր առաջ էլ բարերարի կալանավորումով, Սամվել Կարապետյանի կալանավորումով եւս մեկ անգամ համոզվեցինք դրանում։ Ես կարծում եմ, այսօրվա այստեղ լինելը նաեւ նշան է այն բանի, որ հայ ժողովուրդը պայքար է, պատրաստ է պայքարելու հայ ազգի եւ հայ առաքելական եկեղեցու հարատևության համար։ Տիկին Մկրտչյան, հայ ժողովուրդը պատրաստ է պայքարելու ամեն դեպքում պայքարի օրակարգը տեսանելի չէ գետնի վրա, նկատի ունեմ փողոց չի գեներացվում ընդդիմադիր շրջանակների կողմից, միայն խոսում են պայքարի մասին, կարելի է այդպես արձանագրել, թեև 7 տարիների ընթացքում պայքարի մի քանի փորձեր եղել են, բայց այս պահին կարծեք ոչինչ չի կատարվում։ Ինչ պիտի արվի, որն է կոնսոլիդացիայի բանաձևը։ Թույլ տվեք ես այս անգամ ձեզ հետ չհամաձայնվեմ, որովհետև պայքարի հստակ ուղի կա եւ շատ պարզ ձև, դա այս դավաճանին անվստահություն հայտնելու գործընթացն է, այդ գործընթացը մեկնարկած է, այդ գործընթացի մեջ իր պատասխանատվության եւ ծանրության բաժինը ստանձնել է Դավիթ Համբարձումյանը, մարդով չի շեղվել, չի մոլորվել, չի դավաճանել, չի վախեցել ու հիմա էլ պատրաստ է ինչպես 2018-ից է պայքարել այս դավադրությունների դեմ, պատրաստ է այդ պայքարը շատ ավելի ակտիվ փուլ տեղափոխել։ Ինչը պիտի մեզ Հայաստանի քաղաքացիներին ու հայ ժողովրդին խանգարի Դավիթ Համբարձումյանի կողքը կանգնել եւ այս պայքարը հասցնել մինչեւ վերջ։ Ես կարծում եմ մենք դրան ընդունակ ենք ու անելու ենք դա։ Մկրտչյան, պայքարը, նայեք, պայքարը կարծեք, բայց տեղափոխվել է դեռևս ընդդիմադիր, ներընդդիմադիր շրջանակներ, հաղթահարման փուլերում է տարբեր։ Սա գործընկերային այս տրամաբանությունից բխում է, որ դուք ստիպված եք համոզել ներընդդիմադիր շրջանակներին, մինչև ԿՊ-ին համոզել։ Ես որևէ մեկին չեմ համոզում, պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավորները, իրենց պարտքը, պատասխանատվությունը եւ պարտավորությունը արել են, շարունակելու են կանգնել այդ գործընթացի կողքին եւ իսկ եթե մարդիկ կան, որ համարում են, թե Նիկոլից ազատվելու համար իրենց լրացուցիչ երաշխիքներ են պետք, եթե մարդիկ կան, որ համարում են ԿՊ-ից հետո պիտի միանան գործընթացին, կամ մարդիկ կան, որ այլընտրանքային օրակարգեր ունեն Նիկոլի դեմ պայքարից զատ, օրինակ, չգիտեմ, հանրապետականի մասին ստեր տարածելը, դա իրենց գործն է եւ իրենց օրակարգն է։ Մենք մշտապես ասել ենք հանրապետական կուսակցության խորհրդի ուղերձում, հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ուղերձում, հանրապետական կուսակցության ղեկավարի նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարություններում միշտ մի թիրախ կա. Նիկոլ, դավաճան Նիկոլից ազատվել, վերականգնել մեր պետությունը եւ ապահովել մեր ազգի հարատևությունը։ Ես կարծում դրա մասին խոսելու փոխարեն այդ գործընթացներին կամ ականատես կլինի մեր ժողովուրդը, մեզ հետ կկիսի այդ ծանրությունը, պատասխանատվությունը ու կգնանք դեպի հաղթանակ, կամ Աստված մի արասցե Նիկոլն էլի կհաջողվի մեզ կոտրել, մասնատել այն սև ու սպիտակի եւ ատելության միջոցով։ Ես հույս ունեմ, որ դա այսօր չի լինի, ես հույս ունեմ, որ այս գործընթացը այդպես չի ավարտվի, մենք պատրաստ ենք, նորից եմ կրկնում, վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կողքին լինելու, իր հետ այս
ճանապարհը ծանր ճանապարհ անցնելու, որը ոչ թե իշխանություն ունենալու մասին է, այլ Հայաստանի Հանրապետությունը դավաճաններից ազատելու մասին է։ Փաշինյանը վեհապարին հեռացնելու գործընթաց է մեկնարկել, ունի իր ծրագիրը, խումբ է հավաքում, ասում է պետք է այդ հանձնախումբը զբաղվի վեհապարի հեռացմամբ, այս ուղղությամբ քաղաքական ուժերը ինչ անելիք ունեն։ Քաղաքական ուժերը պիտի հեռացնեն դավաճան Նիկոլին, որովհետև իր հետ չքվելու են տասնյակ հազարավոր խնդիրներ, ռիսկեր ու խնդիրներ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջ։ Այն տեսարանը, որ մենք տեսանք մի քանի օր առաջ Թուրքիայում, դա հայ ժողովրդի համար ամենատեսանելի եւ ամենաակներև բանը պիտի լիներ, որովհետև հայ ժողովուրդը, հայ առաքելական եկեղեցու հետևորդները ծնկաչոք գնում են Էջմիածին, իսկ դավաճան Նիկոլը ծնկաչոք ոտաբոբի գնում է իր տիրոջ Էրդողանի մոտ եւ քանի որ ինքը իր տիրոջ մոտ ընդունելության է արժանանում, ուրեմն հայ ժողովրդի կողմից պիտի զրկվի ընդունելության հնարավորությունից։ Դա պիտի Հայաստանում տեղի ունենա եւ տեսանելի լինի։